Վրաստանի անկախության օրվա տոնակատարության նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։ Առաջին փորձը տեղի ունեցել Ազատության հրապարակում առավոտյան։ Պաշտպանության ուժերի անձնակազմից բացի ներկա էին նաև ազգային զինվորական ծառայության զորակոչիկներ, որոնք մայիսի 26-ին հանդիսավոր մթնոլորտում կտան զինվորական երթում և կմիանան պաշտպանության ուժերին։ Մայրաքաղաքից բացի զորակոչիկները երթում կտան Վրաստանի տարբեր մասերում։ Երթում տալուց հետո քաղաքացիները հնարավորություն կունենան դիտել պաշտպանության ուժերի տեխնիկական և զենքը Ազատության հրապարակում։ Բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում Օրբելյանի հրապարակում և հարակից փողոցներում նախատեսված են տարբեր տեսակի միջոցառումներ, մանկական և մարզական միջոցառումներ։ Լևան Խաբեիշվիլին դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատավորը վերավորակավորել է դիվերսիան կատարելու համար կաշառք առաջարկելու մեղադրանքը։ Դատավճիռը նշանակվել է 318-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դիտավորյալ հանցագործության համար։ Խոսքը վերաբերում է պետական կամ այլ նախաձեռնության, ձեռնարկության, հաստատության, կազմակերպության կամ ծառայության բնականոն գործունեությունը խոչընդոտելուն Վրաստանին խաթարելու նպատակով։ Ընդդիմության հռետորաբանությունը զուրկ է տրամաբանությունից։ Չկա այնպիսի բան, ինչպիսին է զինադադարը, չկա այնպիսի բան, ինչպիսին է կիսատ պռատ ուժեղը և այս խոսքերով հանդես է եկել Միխեիլ Սահակաշվիլին իր դատավարության ժամանակ։ Նա այսօր քաղաքական հայտարարություններ է արել Վրաստանի դատարանում և նշել, որ անհրաժեշտ է պայքարը շարունակել մինչև վերջ։ Բացի այդ, Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել միասնության և ասել, որ աջակցում է մայիսի 26-ի բողոքի ակցիային։ Գնահատականների թեման անկախ ոչ առևտրային և ոչ կառավարական միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպության հոդվածն է, որը գրում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հրատարակությունը քննարկում է Վրաստանում ռուս-ուկրաինա պատերազմի սկսելուց հետո ստեղծված արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը։ Խոսքը Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մասին է։ Ինչպես նշում է հեղինակը, պետություններն ու Եվրոպան փորձել են ներգրավել Վրաստանին Ռուսաստանի դեմ պայքարում։ Հոդվածի համաձայն Վրաստանի փորձերը չմիջամտել Ուկրաինայում ընթացող պատերազմին սուր արձագանք են ստացել Եվրախորհրդարանի բանաձևում և որոշ ամերիկացի և Եվրամիության օրենսդիրների հայտարարություններում։ Հոդվածը նաև ընդգծում է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարություններ են արել խորհուրդ տալով քաղաքացիներին չքվեարկել վրացական երազանքի օգտին։ Շալվա Պապուաշվիլիի հաջորդ հայտարարությունը Գերմանիայի դեսպանի հայտարարությանն է վերաբերում։ Մեկ պետք է բացատրի այն մարդուն, որ Վրաստանը չի գնալու ոչ Ուկրաինայի, ոչ էլ Մոլդովայի կողմից դեպի Եվրամիության ընտրած ճանապարհով։ Ուկրաինայի ճանապարհը տարածքների զիջում է, իսկ Մոլդովայի ճանապարհը սեփական պետականության վերացում, գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Հիշեցնենք, որ Ֆիշերը հայտարարել է, որ Վրաստանը կտրվել է Ուկրաինայից և Մոլդովայից դեպի Եվրամիություն տանող ընդհանուր ճանապարհից։ Պապուաշվիլին նշում է, որ նրանք մեզ քարշ են տալիս այնտեղ և ստիպում են ընդունել դա տարածքները համարել բեռ, իսկ անկախությունը ավելորդ պատասխանատվություն։ Քննարկման թեման Մեծ Բրիտանիայի կողմից ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու որոշումն է։ Իշխող թիմը սա անվանում է կրկնակի ստանդարտ և հայտարարում, որ մինչ իրենք առևտուր են անում և մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի հետ, Վրաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը անլուրջ է և անարդար։ Մյուս կողմից ընդդիմությունը բացատրում է, որ բրիտանական որոշումը կապվում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ և որ սա Ռուսաստանի նկատմամբ զիջումների քաղաքականություն չէ, այլ պայմանավորված է սեփական երկրի շահերով։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հարուցել է 3 քրեական գործ։ 2 ձերբակալվել է կաշառք ստանալու համար։ Ձերբակալվածը Թեթրիցխարո մունիցիպալիտետի Ջորջիաշվիլի գյուղի քաղաքապետարանի ներկայացուցիչը և նույն ստորաբաժման գլխավոր մասնագետ։ Սամեգրելո Զեմոսվանեթիի քննչական ծառայությունը ձերբակալել է 3 անձի քաղաքացիների առողջությունը վտանգելու համար հանցագործություն կատարելու համար։ Նրանք են դեղատան մենեջերը, դեղագործը և բժիշկը։
դիրքը։ Հետաքննության համաձայն նրանք համակարգված կերպով առանց համապատասխան թույլտվության եւ դեղատոմսի հատուկ վերահսկողություն են իրականացրել հոգեմետ դեղամիջոցների վաճառքի նկատմամբ։ Երրորդ փաստի վերաբերյալ ձերբակալվել է չգրանցված վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող ընկերության կառավարիչը։ Մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը ստեղծում է միասնական տեղեկատվական հարթակ ընտանեկան զամբյուղ ծրագիրը վերահսկելու համար։ Էլեկտրոնային զամբյուղը օգտատերերին կծանոթացնի տարբեր ցանցերում առկա հիմնական ապրանքների լավագույն առաջարկներին և գների մեկ տարածքում։ Վարչապետի նախաձեռնության շրջանակներում և սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա գործակալությանը հանձնարարվել է սպառողների մեկ տարածքում էլեկտրոնային զամբյուղի ձևաչափով տրամադրել տեղեկատվություն ընտանեկան զամբյուղ ծրագրում ներգրաված հիմնական ապրանքների առցանց շուկաներում առկա լավագույն առաջարկներն ու գները։ Վրաստանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի ներքին գործերի նախարարի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա հարաբերություններին։ Կողմերը քննարկել են իրավապահ և անվտանգության ոլորտներում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում։ Ուշադրությունը կենտրոնացվել է քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարների վրա։ Նշվել է, որ Ղազախստանի նախագահի Վրաստան նախատեսված այցը կամրապնդի երկու երկրների միջև գործընկերությունը։ Ավելի վաղ Էրաժան Սադենովին ընդունել է իր վրացի գործընկերը։ Երկու երկրների ներքին գործերի նախարարները ծաղկեպսակներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշահամալիրին։ Ուղղափառ եկեղեցին այսօր Սուրբ Զատիկից հետո 40-րդ օրը նշում է Համբարձման տոնը։ Նորին սրբություն և երանության Շիո երրորդը պատարագ է մատուցել Համբարձման տաճարում։ Պատարագից հետո համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը շնորհավորել է հավաքվածներին այսօրվա կապակցությամբ և քարոզով դիմել նրանց։ Նորին սրբության խոսքով մարդիկ պետք է միշտ հիշեն, որ երկնային կյանքը ժամանակավոր ճանապարհորդություն է, իսկ մեր հավերժական հայրենիքը երկնքում է։ Նրա խոսքով այդ պատճառով կարևոր է, որ մարդիկ մտածեն իրենց հոգևոր վիճակի մասին։ Քարոզից հետո Շիո երրորդը օրհնել է տաճարի բակում հավաքված հավատացյալներին։ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և գյուղական զարգացման գործակալության կազմակերպմամբ Վրաստանը ներկայացավ ազգային տաղավարով Ամստերդամում կայացած մասնավոր ապրանքանիշի աշխարհ միջազգային առևտրային ցուցահանդեսում։ Վրացական ընկերությունները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրեցին վրացական արտադրության բազմազան արտադրանք, այդ թվում բնական հյութեր, գինի, ալկոհոլային խմիչքներ, մեղր, չիփսեր և ընկույզներ։ Միջազգային ցուցահանդեսը միավորում է աշխարհի տարբեր երկրների արտադրողներին, դիստրիբյուտորներին և առևտրային ցանցերի ներկայացուցիչներին։ Ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր ընկերություններ և ոլորտային ներկայացուցիչներ։ Մադրիդում կայացած ջրի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել միջազգային ընկերությունների և ջրային ոլորտի առաջատար ընկերությունների հետ։ Հանդիպումները տեղի են ունեցել ինչպես միջազգային ֆինանսական հաստատությունների, այնպես էլ եվրոպական առաջատար ընկերությունների և Համաշխարհային բանկի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի ջրամատակարարման և կեղտաջրի ոլորտում իրականացվող և պլանավորված ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և կլիմայական մարտահրավերներին հարմարվելու հարցերը։